Քայլելը շատ դժվար է, փշոտ ու քարքարոտ է, ու նեղ է ճանապարհը, ոտքերս արյունոտ է, աչքերս արցունքոտ է, մեկ է քայլելու եմ, քո ետևից գալու եմ, մինչև վերջ, մինչև խաչ, դուր ինձ սիրտ, հավատարիմ ու քաջ, Տիրոջս ընդառաջ, մինչև վերջ, մինչև խաչ, դուր ինձ սիրտ, հավատարիմ ու քաջ, մինչև վերջ, մինչև խաչ, Տիրոջս ետևից, Տիրոջս ընդառաջ, աչքերս արտասվում են, հոգումս ցնծություն է, և քեզ համար խաչվում եմ, գալիս է հարությունը, ու թե իմ զարմոթարը, լինի փշեպը սակըտ Տեր, ես մեկ է քայլելու եմ, քո ետևից գալու եմ, մինչև վերջ, մինչև խաչ, դուր ինձ սիրտ, հավատարիմ ու քաջ, մինչև վերջ, մինչև խաչ, Տիրոջս ետևից, Տիրոջս ընդառաջ, մինչև վերջ, մինչև խաչ, դուր ինձ սիրտ, հավատարիմ ու քաջ, մինչև վերջ, մինչև խաչ, Տիրոջս ետևից, Տիրոջս ընդառաջ, քո ետևից քայլելը շատ դժվար է, երբեմն շատ ցավոտ է, երբեմն անհնար է, ես գիտակցում եմ գինը, բայց այդ ամենը սին է Տեր, ես մեկ է քայլելու եմ, քո ետևից գալու եմ, մինչև վերջ, մինչև խաչ, դուր ինձ սիրտ, հավատարիմ ու քաջ, մինչև վերջ, մինչև խաչ, Տիրոջս
ընթരാճ Տիրոջս ետևի Տիրոջս ընթരാճ Տիրոջս ետևի Տիրոջս Like
Golgotha in Jerusalem that day. The soldiers tried to clear their walls free, but the crowd rested to see the man condemned to die on Calvary. Down the hill of Golgotha, on the way suffering,
Փառք Հիսուսին։ Մինչև բոլորը եւ ամեն ինչ կտեղավորվի, ներքև ավելի ներքև։ Ուզում եմ բոլոր ներկաներին ասել հետևյալը։ Ողջ քրիստոնեական աշխարհն այսօր տոնում է ոչ թե ուղղակի տոներից մեկը քրիստոնեական, լսում ես, տոնում է մարդկության պատմության մեջ երբևիցե գրանցված բացառիկ դեպք, ոչ մի մարդ գերեզմանը չի ճեղքել, ոչ մի մարդ մեռելների ցարություն չի արել, բայց նա հարություն առավ, բայց նա դարձավ մեր զատիկը, Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է նրա հարությունը, բոլորս միասին, օրհնյալ է նրա հարությունը, գիտես ինչ բավարարեցին են ասելով, բոլորս միասին, օրհնյալ է, մեկ է հանգյալս, Հալելույա, և գալիս ես եկեղեցի, պիտի աղմուր բացացնես, որովհետև այն Աստված, որին դու պատմում ես, այն Աստված, որին դու ծառայում ես, նա կենդանի է։ Եթե դու գնաս Երուսաղեմ և այցելես Հիսուսի գերեզմանները, գերեզմանի վրա կտենաս մի հատ գրված, որի վրա գրված է, նա այստեղ չէ, հալելույա, 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 նա այստեղ չէ, նա հարություն է, ասում են ինչը զատիկը, զատիկը նա չէ, որ հիմա վազեստուն ձու ջարդեք իրար հետ, դա ստծուն հետաքրքիր չէ, զատիկը նա չէ, որ գնաք չամիչով պլավ ուտեք և թանգանոց կանաչի երկու ժամանոց հետ կանգնեք սուպերմարկետներում, զատիկը դա թափված այուն է, զատիկը դա մորթված գար է, զատիկը դա Քրիստոսի հաղթանակն է, մահվան և գերեզմանի վրա և բոլորն ասեցին, բացակային բացականչին, հալելույա, ավելի ուժեղ բացականչին, հալելույա, ինչ է զատիկը, ուզում որ դու էկրանին նայես ինչպես է հավատում այս եկեղեցին, ինչ է զատիկը, որովհետև Պողոսն ասեց, կարող եմ կրկնել Պողոսի խոսքերը, այստեղ կանգնած բոլոր Աստծո թանկագին ժողովրդին, զատիկը մորթվավ, դա մորթված գարն է մեզ համար, զատիկը, որովհետև մեր զատիկը դա Քրիստոսն է, որ մեռավ մեզ համար, զատիկը դա չամիչով պլավ ուտել չէ, զատիկը դա գերեզման գնալ չէ, զատիկը թանկը ձուկ առնել և հարևանի աչքը հանել չէ, զատիկը դա մորթված Քրիստոսն է, հալելույա, հալելույա, ես մի քիչ դժվարանում եմ մտածել, թե ես ինչպես եմ շարունակելու ծառայել, բայց ես պիտի ինձ հավաքեմ, ես դժվարանում եմ, իմացի որ դժվարանում եմ, որովհետև ես 3 օրածնկների վրա եմ, ես 30 տարվա հավատացյալ եմ, երբ այստեղ ինձանից հին հավատացյալ չկա, 30 տարի է, բայց ասա ինձ նրա խաչի մասին, եկ բարձացիր քո տեղից և ինձ հետ խոսիր խաչյալ Քրիստոսի մասին, ես պայման ծնկների վրա քիչնեմ, նրա զոհը չի դադարում խոսել իմ մեջ, թե Քրիստոս Աստծո միածին որդին մեռելներից հարություն առավ, չէ մի րոպե, հարությունից առաջ մի տեղ եմ ուզում քեզ տանեմ, որտեղ Հիսուսն էր, խեղճ ու կրակ գերեզմանում դրած չէր, ես ինչ խունկի հոտ ընկավ,
Այսենց էլ մարդիկ խունկներ առած գնում են գերեզման, անմխիթար գնում, անմխիթար հետ գալիս։ Բայց նա գերեզմանում չէր, նա 3 օր, ասա 3 օր, որտեղ էր Հիսուսը 3 օր, նա 3 օր իջավ սանդարամետ, երկրի ընդերքը և 3 օր մանիվեստ արեց դժողքում, որ դժողքը տակնու վրա արավ և սատանային ասեց աստեղ արի։ Եվ սատանան եկավ նա, որ խաչում էր իրեն, բախաչելուց ուրախացել է իր, բախաչելուց ասեցիր տրծանք Հիսուսից, բայց Հիսուսը հանդարտ հայտնվեց դժողքում և ասեց ստեղ արի։ Ես վճարել եմ ողջ մատկության մեղքի վարձքը, դժողք և մահվան բանալիներ այստեղ իմ ձեռքերիս մեջ տուն գրված է, երբ նա հարություն առավ, նրա ձեռքում էր ոչ թե ինչ-որ մեկի կբրծիրեի բանալիները, ոչ թե նրա համար, որ հայրը նրան բարձրացրեց մի լավ նվերով, այլ նա ուղղակի խլեց սատանայի ձեռքից քո և իմ մահվան բանալիները, և դու այսօր ապրելու ես հավիտյանս, հավիտյանից և բոլորն ասեցին ամեն։ Հալելույա, հալելույա, ամեն։ Ողջունի քո հոգի կանգնացի։ Ասա քեզ մեռնել չկա։ Հիսուսը լուծել է այդ հարցը։ Քեզ մեռնել չկա, ուրախացրու այդ մարդուն, բոլորը մահից են վախենում։ Ասա Հիսուսը լուծել է այդ հարցը։ Մահը խլել է։ Լսում ես, Հիսուսը մահը խլել է քեզանից։ Քեզ մեռնել չկա։ Մենք գործ ունենք ապականացում արմրի հետ, բայց այդ ներսի ամրող բնակիչը, ապրելույա հավիտյան, ես ասացի նա ապրելույա հավիտյան, հալելույա։ Դու ինչ-որ մեկին ասացին, որ քեզ մեռնել չկա։ Այս զատիկին ամենաբաց բանը, որ լավ բանը, որ կարող էիր այլնեի, ոչ թե մի սինի գաթա թխեիր իրանք էլ ասեն, գաթա կակրաշ չէին կարել, այլ նա, որ նրան ասեցիր, քեզ մեռնել չկա, Հիսուսն ա մեռել քո փոխարեն, ամեն, հալելույա, փառք ես, կարող ես նստել, մտածեցին, էս ինչ լավ մոմենտ էր, էս ինչ լավ մոմենտ էր, վերջը նստեցինք, հալելույա, ես ուզում եմ, որ շտապում եմ, որ ծանոթացնեմ քեզ այսօրվա պատգամի հետ, կան այստեղ մարդիկ, որ առաջին անգամ են, ներողություն ես չպատահեց, օքեյ, սխալվել է, կան մարդիկ այստեղ, որ առաջին անգամ են, առաջին կամ երկրորդ անգամ են, կխնդրեմ տեսնել ձեր ձեռքերը, մարդիկ ովքեր այստեղ առաջին կամ երկրորդ անգամ են, կխնդրեմ տեսնել ձեր ձեռքերը, առաջին կամ երկրորդ անգամ, եթե նեղություն չէ, բարձրացրու ձեռքը, հեսա մի ժամ հետո հաց ես ուտելու, հալելույա, բարի լուրը կայանում է նրանով մի ժամից հաց եք ուտելու, հալելույա, փառք Տիրոջը, բոլոր նրանք ովքեր այսօր առաջին անգամ եկել են այստեղ RCOH եկեղեցին, ողջ եկեղեցին, ողջունում է ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով և ասում ենք, բարի եք եկել մեր եկեղեցին։ Ես թարգմանիչ ունեմ, բարձացի այստեղ։ Welcoming you with open arms and saying, we are saying welcome to our church. Հալելույա, հիմա այստեղ արի, ես լսել եմ, որ այստեղ կա օտարազգի մարդ, ով է խնդրում եմ թող ձեռք բարձրացնի։ I heard there's a person who doesn't speak in English. Դուք եք, փառք Տիրոջը։ In Armenian. Ինչպես։ Դուք եք, որ օտարազգի, շատ լավ։ We don't speak in Armenian. Don't speak it, okay։ Շատ լավ, ձեր պատճառով, Because of you. ձեր պատճառով, Because of you. որովհետև Հիսուսը մեզ մի բան է սովորեցրել։ Because Jesus taught us one thing. 99-ին դիր մի կողմ Leave the 99 to the side. և մեկին հետևի, Go after one ով դրել է Հիսուսին չունի իր who doesn't have Jesus in their hearts. Եթե այսօր Աստված այստեղ ցանկացած մեկիդ բերել է, If God brought you, any of you here today, դա քեզ է թվում, որ քեզ համոզել են։ you might think that they just convinced you to come, but that's not how it is. Առաջ որ համոզում էին, խիչ էիր գալիս։
Because before when they convince you, how come you wouldn't go? Բայց դու եկել ես, որովհետև նա է քո սրտի մեջ դրել գալ։ Because you're here because he put that in your heart. Ես կարծում եմ եկեղեցին չի նեղվի, եթե մենք այսօր այս մեկ օտարազգի մեր անուշիկ գեղեցիկ այս քույրիկի համար ունենանք թարգմանիչ։ I am convinced the church will not be offended if we have that translation for our sisters. Շնորհակալ եմ, որ այդքան մեծահոգի եք։ I am thankful that you have a big heart like that. Հալելույա։ Hallelujah. Հալելույա։ Թույլ կտակ այսօրվա պատգամը սկսել։ Do you allow me to start this sermon? Քանի մարդ է պատրաստ այսօրվա խոսքը լսելու։ Բոլորի շշափությունը էկրանի վրա։ Let's pay attention to the screen. Այս պատգամը ծնվել է երրորդյա ծոմապահության ժամանակ, երբ ոտքերիս սնկներիս վրա փնտրում էի Տիրոջ երեսը, եկեղեցի երրորդյա ծոմապահության մեջ եմ, երրորդյա։ This sermon was born in my heart when I was in a 3-day sermon fasting. The whole church was fasting for 3 days. I was on my knees for 3 days in fasting, and this sermon was born. Ես կփորձեմ չմոռանամ, որ ինձ հետ թարգմանիչ կան։ I will try not to forget that I have an interpreter here. Հալելույա, փառք Տիրոջը։ Եվ որ ես աղոթում էի, When I was praying, եւ այս պատգամը ծնվեց այսօրվա համար, and this sermon was born for today, ես դժվարություն ունեցա վերնագիրը դնելու հետ։ I had a hard time finding the right title for it. Բայց հանկարծ լսեցի, որ ոտքերիս վրա մի երգ եմ երգում։ And all of a sudden, I heard on my feet, I'm singing a song. Ինձ հիմա դժվար կլինի ծնկնել, հետո բարձրանալ 3 րոպե էլ դա կտևի։ Դրա համար պատկերացրեք, որ ծնկած եմ եղել, հալելույա։ It might be hard for me to kneel and come up. It might take 3 minutes. Just pretend I'm kneeling. Ես լսեցի մի երգ, որ երգում է իմ հոգու մեջ։ I heard a song that was singing in the spirit. Եվ դա Սուրբ Հոգին էր, որ երգում է։ And that was the Holy Spirit that was singing. Ուզում ես երգեմ դա քեզ համար։ Would you like me to sing that for you? Ես կուզեի երգեի Փրկչի գերեսմանը դատակ Սիրում եմ այդ երգը, բայց դա այդ երգը չէր։ It wasn't this song. Դա հետևյալն էր. Օ ինչ երջանիկ եմ ես, որ գիտեմ, որ Հիսուսը լվացել է ինձ։ And the song was, oh, I'm so happy because I know Jesus washed me clean. Ես լսում եմ այդ երգը, որ շարունակվում է. Օ ինչ երջանիկ եմ ես, որ գիտեմ, որ մահվան դատավճիռը բեկանվել է։ I was constantly hearing that song. I am so happy that death was conquered for me. Որքան երջանիկ եմ, I am so happy որ գիտեմ, because I know այլևս Ադամի որդի չեմ, I am not the son of Adam or the daughter of Adam anymore. հապա Աստծո որդի եմ։ I am the daughter and son of God. Hallelujah. Hallelujah. Եկ միտեղ կարդանք արավ գործ կարաքելոցից, որից հետո շարունակեմ ես։ Հիսուս Քրիստոսը հարություն էր առել։ Հիմա նորից խոսալ, Մարիամը եկավ եւ մյուսները եկան եւ Հռոմեացի զինվորները խաչեցին, այս բոլորս անգիր գիտենք արդեն։ You know the prelude before this, what happened? Jesus was died, put in the grave, and he was resurrected. We all know about that. Շատ լավ, բայց գիտեք ինչն եմ ուզում ասել։ Ինչ տվեց այդ հարությունը քեզ։ What did that resurrection give to you? That's what I want to say. Ես ուզում եմ, որ դու այսօր իմանաս ինչ տվեց Հիսուս Քրիստոսի հարությունը։ Տվեց մի հատ հրաշալի տոն, եւս մեկ տոն, որ ասենք, ունենք քրիստոնեական տոն, ծնունդը, հարությունը, թե նրա հարությունը ռադիկալ փոխել է քո կյանքը։ Hallelujah. I want you to know what exactly resurrection gave to you. It wasn't just a celebration, another celebration. He was born, we celebrate, he died, we celebrate. No. Jesus Christ resurrected and radically changed your life. Գործ կարաքելոցում ասում է, ես ուզում եմ, որ դու այսօր այստեղից գնաս, իմանաս ինչ է տվել հարությունը քեզ։ I want you to leave this place knowing what the resurrection gave to you in the book of Acts. Ազնվություն կունենանք այսօր բոլորս այստեղ ասելու հետևյալը, Will we have honesty to say the following? որ մենք միշտ էլ մի բան ենք սպասում։ That we're always anticipating about Աստծուց էլ, something from God, մարդուց էլ, from people, ամբողջ աշխարհից էլ, from the whole world, կյանքից էլ, from life. մենք վիգդ շահմանեկող մարդիկ ենք։ Թե դուք շահ չեք մանգալիս։ Շահ չեք մանգալիս։ Ազնիվ դոտան այստեղ է։ Osmond is here. Հա։ Դուք որ Աստծուն աղոթք եք անում, ոչինչ, ասում ես
Հանկարծ շորտն ես դեր, չէ, շորտն ես։ Ոչ է երեխաներիս կորտն ես, ոչ է կնոջս, ոչ է ամուսնուս, ոչ մի բան մի արա, ոչ մի բան չեմ ուզում։ Այտենց է կա օթում, թե ասում եք, մենակ զրահոտքի 99%-ը կազմում է տեր, տուր, տեր, բեր, տեր, տուր, տեր, բեր։ Տեր, տուր, տեր, բեր, հա։ Bless my family, my children, or 99% of the time you say, God, give me, bring, give me. Այտենց չի ազնիվներ։ Isn't it like Okay, that so- people who are honest? Ես այսօր այստեղ եմ քեզ ասելու, որ Քրիստոսի հարությունը ինչ շահ բերեց քեզ։ Today I'm here to tell you what was your benefit when he was resurrected. Հալելույա։ Միկրոֆոն, խնդրում եմ միկրոֆոն ավելնորդ, եթե հնարավոր է, արագ։ Գործ կառաքելոցը ես կարդամ մինչև բարձրախոսը բերեն։ Մինչև այն օրը Սուրբ Հոգու ձեռովը պատվեր տվավ իր ընտրած առաքյալներին եւ վերացավ։ Վերացավ նշանակում է համբարձվեց։ Որոնց էլ իր չարժանանքներից հետո եկան կենթանի կաննեցվեց շատ ապացույցներով 40 օրվա միջում 40 օրվա ընթացքում Երևանով նրանց եւ Աստծո արքայության համար խոսալով մեկ անգամ եւս ուշադիր մինչեւ այն օրը որ Սուրբ Հոգու ձեռովը պատվեր տվավ իր տրված ընտրած առաքյալներին եւ համբարձվեց որոնց էլ իր չարժանանքից հետո իրան կենթանի կանգնացրեց այսինքն կենթանի հայտնվեց 40 օրերի ընթացքում իր աշակերտներին մարդիկ հարցնում են ինչու է Հիսուսը հարությունից հետո 40 օր երևացել աշակերտներին որպեսզի ապացուցի որ ես հարություն եմ առել People are asking, why is it that Jesus walked in on earth 40 days after he was resurrected? He walked on earth for 40 days to prove to people that he was resurrected. Ես մի պատմություն եմ ուզում ձեզ պատմել I want to tell you the story. Մեկ անգամ հոգևոր գործիչների մի համագումար կար, որտեղ հավաքվել է աշխարհի բոլոր կոնֆեսիաների առաջնորդները։ Once there was a conference, a spiritual conference, that every denomination of religion was in that conference. Այդ հոգևոր գործիչներից մեկը այդ ժողովի ժամանակ վերկացավ որպես համարձակ մեկը եւ ասեց ես մի բան եմ ուզում ձեզ ասել One of those religious leaders came up and said, I want to say something. Ես ուզում եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր փնտրում են Աստծուն, կլինեն հրեաներ, Կրիշնայի հետևորդներ, Ալլահին հավատացող, Մուհամեդի հետևորդներ, կամ Եհովայի վկաներ, մորմոններ եւ այլն, բոլորը համարվում են Աստծո որդիներ, որտեղ բոլորը փնտրում են Աստծուն։ I want to say, whoever is seeking God, let it be Jewish people, Mormons, people who follow Krishna, other religions, they are all considered children of God because they're seeking God. Դրանց մեջ կար նաև պրեսան, որտեղից մի երիտասարդ տղամարդ դուրս եկավ աղքատ հագնված, մի փոքր, այսպես գիտեք, հարուստ մարդկանց մեջ աղքատ մարդը մի քիչ կոմպենսացված է իրան զգում, վեր կացավ եւ ասեց, ես կարող եմ մի բան ասել։ Among them, there was this gentleman who was wearing he was dressed not so expensively, and people would obviously notice him because everybody else was dressed in expensive clothing, and he came up and said, can I say something? Նա ասաց հետևյալը, բոլոր նրանք ձեր թվարկածներից ովքեր փնտրում են Աստծուն, նրանք չեն համարվում Աստծո որդիներ, այլ համարվում են Ադամի որդիներ։ He said, I want to tell you, all of those people you had mentioned, they are not considered to be sons and daughters of God. They are sons and daughters of Adam. Ասաց, բայց որպեսզի դառնալ Աստծո որդի, պետք է ուղղակի ընդունել միակ եւ ճշմարիտ Աստծուն, ով է Հիսուս Քրիստոսը, նա է միջոցը երկինք գնալու։ He said, in order to become the son and daughter of God, you have to accept Jesus Christ into your life because he is the only path to salvation. Ես չգիտեմ քանի մարդու, որ այստեղ նստած է, Հիսուս Քրիստոսը համարվում է նրա անձնական փրկիչը։ I'm not sure whoever sitting here is considered to be a son and daughter of God because they have accepted Jesus Christ as their personal savior. Միգուցե այս պատմությունը կարող է ծանոթել ձեզ, որտեղ միգուցե ձեր տանն էլ կան հարազատներ, բարեկամներ, ընկերներ, հարևաններ, ամուսին, կին, տղա, երեխա, որ ասում են դու ինձ այդ լոլոն մի կարդա, ես իմ ձևերն ունեմ երկինք եթալու։ Maybe you have family members who believe in such way that they're also going to go to heaven, and they tell you, don't tell me those fairy tales. I have my own way of going to heaven. Ես իմ ճանապարհն ունեմ երկինք գնալու։ I have my own path going to heaven.
Բոլոր նրանք, ովքեր ինձ նայելու են on-line ծառայությունով, նայելու են մեդիա դաշտից, ես ուզում եմ ասել, բոլոր ճանապարհները եւ բոլոր տեսակի հավատքները չէ, որ կարող են տանել քեզի դեպի հավիտենական կյանք, կամ միակ եւ ճշմարիտ ճանապարհ Հիսուս Քրիստոս դուրը դեպի երկինք։ Whoever's going to watch me through the online, through the social media, I just want to say, for you, the only path to heaven, to eternity, is through Jesus Christ. Amen. Amen. Եթե դու չես հաճախում եկեղեցի, If you սիրելի don't go հոգի, to church, եթե դու չես կարդում Աստվածաշունչ, if you're not reading your Bible, եթե դու չունես ներքին սենյակ, if you don't have a prayer room, նշանակում է եթե հավատում ես Աստծուն, դու սխալ ես հավատում։ that means if you believe in God, you believe in the wrong way. Աստծուն ճիշտ հավատալու համար քեզ օգնի այս գիրքը։ To believe in God the right way, you will be needing your Bible. Աստծուն ճշմարիտ ձևով հավատալու համար եւ նրան հետևելու համար պետք է լինել Աստծո որդի։ To be able to believe in God the right way and follow Him the right way, you have to be a son and daughter of God. Ես չգիտեմ որ ազգի մեջ է օգտագործում այս արտահայտությունը, կարծում եմ ոչ միտեղ բացի հայերի մեջ։ Մեռնեմ Աստծո զորությանը։ I'm not sure if any other nationality uses the saying, I will die on His glory. Ես ուզում եմ հարց տամ, կամ մարդ երբևիցե այդ բառն ասել է։ Does anybody use that Ոչ word? մեկը that չեք saying? ասել է։ Բարձրացողներին ձեռքերը հարցուն եմ տալու, բախի չեք մեռել։ How come you didn't die when you're raising your hand? Ոչ մեկ չի մեռել Հիսուսի համար, բայց նա մեռել է քեզ համար։ No one died for Jesus, but He died for you. Hallelujah. Մեռնել Հիսուսի ջանին, շուտ մի խոսա, Հիսուսի ջանն է մեռել քեզ համար։ Don't lie, you're not going to die for Him. He died for you. Ամեն։ Amen. Ես կարող եմ լսել մեկ առողջ ամեն, որ ընդեղից մեկը Հալելույա։ Գիտեք, տարիներ առաջ էր, երբ որ ես նոր էի դարձի եկել եւ ես այսպես չէի երիտասարդ էի, չէ՞, նայած ես հիմա եմ երիտասարդ։ Years ago, when I just became a Christian, I wasn't like this. I was a lot younger. But then again, I'm always young. Yeah, I believe. Ես 30 տարեկան էի, երբ նոր էի դարձի եկել եւ մի քանի ամսվա միամիտ հավատացել։ I was 30 years old when I had just accepted Christ, and I believed that everything people said. Ես գիշեր եւ ցերեկ կարդում եմ այս գիրքը։ Day and night, I would read my Bible. Իմ տան մեջ այս գիրքը բարիս բուն իմաստով ծառայում էր իմ բարձը։ I would say literally, my Bible was my pillow in my house. Օրերից մի օր մորաքրոջս աղջիկը, որը ամուսնացել էր մի տղամարդու հետ, եկավ մեր տուն հյուր։ A while back, my cousin who had just gotten married came to my house as a guest. Դա հունվար ամիսն էր 96 թվականի, ես էլ նոր դարձի եմ եկել։ It was 1996 in January. I had just accepted Christ. Եվ մեծս գողական տղա էր, նակոլկեկով, թաթուներով, բարև քուրիկ ջան։ And her husband was this gangster-looking guy with tattoos, and he had this special way of saying hi. Ես չգիտեմ ինչից է, որ մարդը հենց իր վրա թաթու է անում, քայլվածքը ծռվում է։ I'm not sure what it is that when people have tattoos, they change the way they walk. Ասա ես քեզ ընծլում ես, չեմ մնում։ I don't know why this happened. Գիտես այդ ինչից է էտել է հայկական։ You know, because that's also Armenian. Այո, ասացի բարև ձեզ։ Հենց այս գիրքը տեսավ խելագարվեց մարդը։ I said hello, but when he saw my Bible, he went crazy. Ասաց դու հավատում ես այս գրքին։ He said, you believe in this book? Ասացի մի հատ հարց կտամ քեզ, որ քո ձեռի գիրքը չի կարողանալու պատասխանի մարդին։ He said, I'm going to ask you something. Your book is not going to be able to answer me. Ասաց Աստվածաշնչում մի տարօրինակ պատմություն ա գրված, թե կույսը ծնեց մի որդի, այդպես ոնց կլինի։ Կյանք տեսած տղա էր էլի։ He said, in the Bible, there is an unnatural story about a virgin giving birth to a child. How can that be? Ասացի, ես չգիտեմ ինչպես է կույսը հղիացե, բայց Աստվածաշունչն ասում է, որ կույսը ծնեց մի որդի եւ այլն, ասեց, լավ լեդի թողում եմ Նիկոն, յանի ես ասրանից բեթարն եմ հարցնելու։ I said, I'm not aware how the virgin can be conceived the son, but I'm going to tell you that that's what happened. He said, okay, let's leave that. I'm going to ask you another question. Ասաց, որ հարցից պատասխանես, թե ինչպես հիմա հարց եմ տալի պատասխանես, 10 րոպեին հավատացյալ եմ դառնում։
He said, if you answer Yes, me Zikretzi. the way I want to be answered, right away I'm going to become a believer. Ասած չկարողացար պատասխանես ոնց է կույսը ծնվեմ մի հատ պատասխանի Հիսուսի հոր մաման ով է եղել։ He said, you couldn't answer how a virgin conceived the son. Now you answer me. Who was the mother of Jesus' father? Ասում եմ Հիսուսի papayi մեր է եղել։ Who was his grandmother from the Ուր է մայրը։ and his mom? Էդի փնտրում եմ ուր է մայրը։ He's looking. Where is the mom? Ասում եմ ես չգիտեմ ով ոնց է եղել, բայց ես մի բան գիտեմ։ Նագոյ է։ I don't know what happened or who happened, but I know that he's a being. Նրան չեն ստեղծում, նա է ստեղծում։ He is not created, he creates. Նրան չեն արարում, նա է արարում։ He's the creator, he's not created. Ներվայնացած մի անգամից իրան գցեց մեր դիվանու վրա։ He was very upset, he threw himself on our couch. Ասաց ո՞րն է քո հավատքի հիմքը։ He said, what is the foundation of your faith? Ասաց իմ հավատքի գիրքը այս գիրք հավատքի հիմքը այս գիրքն է։ I said, the foundation Yes, of հնված եմ my այս faith հավատքի is this վրա։ book. I am built on this. Իմ հավատքի աղբյուրը այս գիրքն է։ This is the foundation of my faith. Երբ որ թափով նստեց դիվանու վրա, դիվանու վերևում կախված էին գրապահարաններ եւ ինչպես գիտեք հայ ժողովուրդը որ խրուստալասեր էր, դրանք խրուստալասեր, ով իր տանը խրուստալի ծաղկաման ունի, գոնե մի հատ։ And when he sat down very quickly on the couch, you know, there was a bookshelf behind him, and all the Armenians love crystal, like vases they collect. Այդեն ծաղկամանները մամաշարել էր վազերը եւ այլն եւ այդ մարդը նստեց։ Նստելն ու ծաղկամանին գնել է գլխին մեկ եղավ։ And as soon as he sat down really quickly on the couch, one of the vases fell on his head. Ես մի անգամից սրտից մեշացեցի փառքես որ ներկա ես այստեղ։ And I said to me in my heart, praise the Lord that I was here. Մի կերպ էս անշնորհքին ճանապարհին գնաց։ And we put him on his path, he left. Անցավ տարիներ ես քույրիկիս երկար տարիներ չտեսամ, օրաքրոջս աղջկան երկար տարիներ չտեսամ։ A lot of years passed, I didn't see my cousin for years. Բայց տարիներ անց երբ իրան հանդիպեցի եւ ասացի ամուսինդ ինչպես է։ But years later, when I met her and I asked, well, how is your husband? Ասացի ես մի տղա ունեցա։ She said, I had a son Դրանից մի հատ տղա ունեցա։ from that man. Բայց ես շատ փոքր հասակում երեխայիս վերցեցի եւ հեռացա իրանից։ But when my son was very, very young, I took him and I left that man Որովհետեւ նա նստած էր նարկոտիկների վրա because he was abusing drugs. եւ նա վերջացած մի նարկոման դարձավ։ And he became a very strong abuser. Հետո ես լսեցի, կինն է պատմում, հետո ես լսեցի, And she says, I heard որ նա overdose է եղել եւ մահացել է։ and that he died from overdose. Գրված է ով Աստծուն ծաղր կանի։ It is written, whoever mocks God, Ամենակարողը վերևից գրված է վրեմ վախ կգցի։ the Almighty from the top will put fear on their hearts. Ու երբ որ մարդը վախենա բհեսի չեղավ, ամենակարողը վերևից վրեն կխնդա։ And when that person is afraid what happened, the Almighty will laugh from the top. Ես մեկ ուրիշ բան եմ ուզում ասել։ I won't say another thing. 70 տարի տիրել է սովետական միությունում կոմունիզմը, For 70 years there was communism in Armenia, մարքսիզմը, Marxism, այս գաղափարախոսությունները, this ideology, մարքսիզմի թեզերը, the thesis of Marxism, աթեիզմի թեզերը, thesis of atheism. եւ փորձեցին այս գիրքը փոխել այդ գաղափարախոսության հետ, They tried to change this book with that ideology, ասելով թե Աստված չկա։ saying that God doesn't exist. Ես կարող եմ նորություն անգամ ասած լինեմ, եթե ես քեզ ասեմ, որ այս գիրքը գրքերի գիրքն է։ Then when I repeat myself, if I say this is the book of books, Աստված երկրի վրա ոչինչ չի թողել։ God didn't leave anything on this earth. Լսում ես, երբ Հիսուսին խաչեցին, When they crucified Jesus, ոչ նրա մեխերը, they didn't leave ոչ the նրա shackles վարշամակը, որով փաթաթեցին նրան, or the cloth that they wrapped him in, ոչ գլխի փուշը, or the thorns on his head, ոչ հագի սանդալները։ or the sandals he wore. Աստված ոչինչ իր որդուց չթողեց երկրի վրա։ God didn't leave anything from his son on this earth. Ինձ հարցրու ինչու։ Could you ask me why? Որովհետև ինչը որ թողեր երկրի վրա, մենք դրան պաշտելու էինք։ Because anything that he left of his son on this earth, we would worship that. Բայց նա մի բան թողել է երկրի վրա եւ դրա անունը կոչել է սուրբ։ But he left one thing and he called it holy.
Դա Աստվածաշունչն է, sorry։ It is Դա our Աստվածաշունչն է։ Bible, our Holy Bible. Դա Աստվածաշունչն է։ That is the Holy Bible. Amen. Գիտես ինչու այս գիրքը չկորավ։ Do you know why this book did not go away? Որովհետև այս գիրքը երկրի վրա 2000 տարի է հսկում են քերոբեները եւ սերոբեները։ Նա չի կարող կորել, ամենակարող Աստծո խոսքը չի կարող կորել։ Hallelujah. You know why this book wasn't lost? Because for 2,000 years, cherubim and seraphim are guarding this book so it doesn't get lost. Ես ուզում եմ հիմա արագ մեկ մի տեղ գնանք։ Ինչ տվեց Քրիստոսի հարությունը, որտեղ էլի կարևոր բաներ ունենք տեսնելու։ Եկեք միասին նայենք, որ խնդրում եմ մեկ ուրիշ համարը դնենք, ինչ տվեց Քրիստոսի հարությունը։ What did the resurrection of Jesus Christ give us? Ես կարող եմ պատահի պակաս կամ ավելացեմ, եթե ասեմ նա տվեց քեզ փրկություն եւ հաղթանակ։ Ամեն։ I wouldn't be wrong when I say he gave us salvation and victory. Հիսուս Քրիստոսի հարությունը քեզ տվել է փրկություն, հավիտենական փրկություն եւ քեզ տվել է հաղթանակ մեղքի եւ մահվան վրա։ Բացական չի նրան, հալելույա։ Hallelujah. Բարձր, ավելի բարձր։ Resurrection of Jesus Christ gave us eternal salvation and victory over death. Էլ ինչ է տվել մեզ Քրիստոսի հարությունը։ What else? Մի հատ համար կարդանք, նայեք։ Սա այն օրն է, որ Տերը արավ։ Hallelujah. Աստված այդ օրը արել է քեզ համար, այդ օրը ստեղծել է իր որդիների համար։ Ասում Աստված ամեն օր ստեղծում է մի օր, որի համար պիտի ցնցաս եւ ուրախ լինես նրանում, այդ ամենը քեզ համար։ He created this Amen. day for you so you would be happy in it. Amen. Էլ ինչ տվեց Քրիստոսի հաղթանակը, Հիսուս Քրիստոսի հարությունը մեզ տվել է ուրախություն, նա մեզ տվել է ուժ, խաղաղություն եւ հաղթություն։ The Ամեն։ resurrection of Jesus Christ has given us joy. He has given us strength, peace, and victory. Amen. Ես չգիտեմ քանի մարդ այստեղ նստած հավատում է, որ նա էվոլյուցիայի արդյունք է։ I'm not sure who believes that he is the product of evolution. Կամ էլ ինչ որ մեկը հավատում է, որ ինքը մեծ պայթունի արդյունքում է առաջացել։ Or anybody believes that the world was created through a big bang. Ինչ որ մեկը շատ խիստ հավատում է դարվինիզմի օրենքին եւ կանոնին։ Or someone that believes the law of Darwinism. Թե ինչ որ մի կենդանի կապիտանման հելավ զարգացավ, հետո այդ կապիկը հելավ ծառից ընկավ որպես մարդ ու դարավ մարդ։ Like a monkey came up all the way to the tree, fell from the tree, became a human being. Դու ծառից չես ընկել, դու ընկել ես, բայց ոչ ծառից։ Գիտես որտեղից ես ընկել, դու ընկել ես Եդեմի պարտեզում մեղքի պատճառով, բայց ոչ ծառից կապիկի պես։ You did not fall like a monkey from a tree. You fell from something. You fell in the Garden of Eden because of sin. Amen։ Amen. Ես ուղղակի ուզում եմ հարցնեմ բոլոր նրանց, ովքեր հավատում են դարվինիզմին։ Արդյոք 2000 մարդկության պատմության 6000 տարիների մեջ դուք այդպես էլ հանդիպեցիք կապիկ, որ դարել է ինտելիգենտ։ I'm talking to people who believe in Darwinism. Did you ever meet someone who was previously a monkey became a human being? Այս գաղափարախոսությունը քարոզող մարդը վերջում մեռնելուց մի քանի րոպե առաջ ասեց. «Մեղա եմ քեզ Տերներից»։ Darwin, before he actually passed away, a minute before his death, he said, "Forgive me, Father." Բայց բարի լուրը կայանում է նրանում։ But the good news is, Կայանում է նրանում, որ եթե դու չես ընկել Դարվինի ծառից, ապա ընկել ես մեղքի պատճառով Եդեմի պարտեզում Հիսուս Քրիստոսը, Աստծո միածին որդին, 2000 տարի առաջ Գողգոթայի խաչի վրա եկավ եւ չարչարվեց, մտրակվեց եւ պատար եղավ, թափեց իր վերջին արյունը քեզ համար, գերեզման դրվեց 3 օր եւ հարություն առավ քեզ արդարացնելու համար եւ բոլորն ասեցին ամեն։ you didn't fall from the tree, but because you fell in the Garden of Eden because of your sin, Jesus Christ, 2,000 years ago, was crucified, was put in the grave, and was resurrected so he could give you eternal salvation. Hallelujah! Hallelujah, Փառք Հիսուսին։ Լսի, Դարվինը եկավ եւ գնաց։ Darwin was here and he died. Կոմունիզմը եկավ եւ գնաց, չգնաց։ Communism was once the reigning party, but it went. Անաստվածությունը փլվեց։ Atheism was broken. Աշխարհի երեսին սպարապետներ,
որը չես հիշում։ Many people in this world, many leaders, many rulers came and left, but you don't remember any of them. Բայց մի անուն որ մնաց, But there is a name that stayed. բայց ես ասեցի մի անուն որ մնաց, But I said there is a name that stayed. եւ պատմությունն անգամ չկարողացավ ջնջել նրա անունը։ History couldn't even erase his name. Դա ում անունն է։ Whose name is it? Hallelujah. Ես խոստանում եմ ձեզ մեկ ժամ հետո հացեք ուտելու։ I promise you in an How's it hour going? you're going to eat. Դարերի մեջ մի անուն որ չջնջվեց եւ մնաց ու կմնա հավիտյանը Սավիտենից, դա Աստծո միածին որդի Հիսուս Քրիստոսի եկած Նազարեթու անունն է, գոչիր եւս մեկ անգամ, հալելույա։ For ages his name was not erased. His name is Jesus Christ, came from Nazareth. Ուզում եմ մի բան դայս։ Let's look at something. Այս որդուն ճանաչում եք։ Հիսերունդը կճանաչի։ Սա կոմունիստական կուսակցության քարտուղարը Նիկիտա Խրուշովն է, որը մի օր ամբիոնից սովետական միության այդ ժողովը կար իրանց այդ ժողովը, որ ունեին, չգիտեմ, դումա էր կոչվում, ինչա կոչվում եւ այլն, սովետական միության առաջի այդ քարտուղար Նիկիտա Խրուշովը վեր կացավ համարձակ հայտարարեց. Մենք կոչնչացնենք վերջին Աստվածաշունչը, ԽՍՀՄ-ում, SSSR-ում, իսկ վերջին հավատացյալին կդնենք թանգարանում։ This man who was the secretary in the USSR times, he said, Nikita Khrushchev said, we will destroy the last Bible in the USSR and put the last believer in a museum. Բայց կարող եմ այս վերաբերյալ մի բան ասել քեզ, Նիկիտա Խրուշովը չկա, բայց հավատացյալները եւ նրանց Աստված կենթանի է։ Nikita Khrushchev is no longer here, but believers and believers in God are here. Hallelujah. Հալելույա։ Խրուշովն էր գնաց, Լենինն ու Բրեժնևն ու բոլոր անաստված առաջնորդները գնացին, բայց հավատացյալները ոնց որ դուք այստեղ եք։ Եվ այն Աստված, որին հավատում եք, նա այստեղ է։ Հալելույա, հալելույա։ Khrushchev, Lenin, Stalin, everybody who didn't believe in God, they all left this world. But those who believe in God are here. Ես մի բան եմ ուզում ասել։ I want to say something. Չգտնվեց այդքան մարդու մեջից մի լուսավոր խելացի մարդ, որ ասել, ընկեր Խրուշով, եթե հնարավոր է տիեզերքում արևը վերացնել, այդպես էլ կարելի է հավատացյալներին վերացնել։ There was nobody wise among them that would stand up to this man and say, Mr. Khrushchev, if it is possible to remove the sun from the galaxy, you can remove the Christians from this world. Եթե կարելի է արևը ջնջել, արևը վերացնել, ապա կարողանայիր միստր Խրուշով վերացնել նաև Աստծուն։ Նա եղել, նա կա, եւ նա կապրի հավիտյան, եւ նրա անունն է խաչան, եւ հարություն առած Քրիստոս, հալելույա։ Եվս մեկ անգամ ծափահարի։ He is and he is to come. His name is Jesus Christ who was crucified. Ուզում եմ քեզ ցույց տամ Ադամի անկման հետևանքով ինչ տեղ ունեցավ մեր կյանքում եւ զատիկ կոչվածը, որ հիմա դու մեկ ժամ հետո շտապելու ես գնաս տուն, այդ զատիկը նշես, գնա իմաստալից նշիր։ Գնա գոնե մեկ անգամ քո կյանքում լավ կերակրված, Աստծո խոսքը ճշմարտապես հագեցած, հասկացած թե ինչ է զատիկը հալալած կեր։ Hallelujah. In an hour, you're going to go and eat your feast of Resurrection Day. But before you do, I want you to go filled in the Holy Spirit, filled in the Word of God. Ես բոլոր ներկաներին հատկապես նորերին ուզում եմ ձեզ ասել, ես աղմկոտ քարոզիչ եմ։ For those who are new, I want to say, I'm a loud pastor. Ես ավելին ասեմ շատ աղմկոտ։ I want to say more. I'm very Եվ դա loud. ինձ շատ դուր է գալիս։ And I love that. Գիտեք ինչու՞։ You know why? Որովհետև նրա հարության կրակը վառում է իմ ներսս։ Because the fire of his resurrection is burning inside me. Այն հոգին, որ Հիսուսին հարություն տվեց մեռելներից, նա բնակվում է իմ եւ քո մեջ, նա պիտի քեզի հանգիստ չտա։ The Spirit of God that gave Jesus the power to resurrect belongs in you and in me. Հալելույա։ Hallelujah. Հալելույա։ Ամեն։ Amen. Ադամի անկման հետևանքով մարդկությունը կորցրեց իր հույսը, սերը, հավատքը եւ անվտանգությունը եւ դրա փոխարեն ձեռք բերեց անհուսություն, վախ, կասկածամտություն, անհանգստություն, այդպես է։
As a result of the fall of Adam, humanity lost hope, love, faith, security, hopelessness, fear, doubt, and anxiety. Isn't that it? Այսօր այնքան աշխարհում անհույս մարդիկ կգտնես։ You will feel hopeless. You will find hopeless people in the world. Այսօր աշխարհում այնքան մարդիկ կգտնես, որ սիրո փոխարեն լցված են վախերով։ You will find a lot of people in the world that instead of being filled with love are filled with fear. Այնքան մարդիկ կգտնես, որ հավատքի փոխարեն բռնված են անհավատությամբ։ You will find a lot of people that instead of believing or having faith, they have doubts in their Իսկ life. ինչը վերաբերվում է վերջին կետին, սրանով շատերն են բռնված, մարդիկ ապրում են անհանգիստ։ And whatever is about number 4, a lot of people have this issue in their life. They have anxiety in them. Ինչ է լինելու վաղը։ What's going to happen tomorrow? Ոնց է լինելու։ How is it going to happen? Մայն մեր հավաքած փողերը ոնց է լինելու։ What's going to happen to the money that I gathered? Դրանք ում են մնալու։ ወይ հանգարտ ռակ չկպնենք։ Հանգարտ չհիվանդանանք։ I don't want to get sick. Հանկարծ այսպես եւ հանկարծ այնպես anxiety ունեմ շատ I don't want this. մոտիկացել է ճնշումը բանը սա մոտիկացել I have anxiety. վախերից սա I մոտիկացել have է hypertension. ես anxiety չունեմ I don't have anxiety. ես պարզապես anxiety եմ սարքում դժոխքի վրա I just make anxiety on hell ամեն օր every day. երեք առաջ օր այնքան anxiety եմ բերել գլխին Yesterday, the day before, I brought so much anxiety. ինձ այնքան դուր է գալի որ դժոխքը դողում եմ I love it when the hell trembles. այս երեք օրերի մեջ երբ որ ես աղոթում եմ Աստված ասեց In these 3 days when I was praying, God ասացի told ես me, ծում եմ վերցրել Տեր I said, I am fasting, Lord, ես աղոթում եմ and I'm praying, եւ ինձ ձեռքին կա զոհաբերություն and I have my offering. ես Տեր չէի հասցրել ասել ինչ եմ ուզում ասեց I didn't even get the chance to say what I want, he said. Ես չգիտեմ ինչպես ես դա անգլերեն կթարգմանենք, բայց բոլոր տղամարդիկ կարծում եմ կհասկանան։ Գիտեք ինչ է նշանակում երրաֆաս հոսանք։ You know what Ով է it means հասկանում to, երրաֆաս հոսանք ինչ է։ a cable that is in triplicates. Երրաֆաս հոսանքը որ հանդիպի քեզ ինչ կլինի։ What would happen if you got electrocuted with a 3 trifold cable? Գիտեք, ստեղ մի հատ միս եմ վաճառում ջերկի։ There is turkey that we sold here. Երրաֆազի արդյունքում կդառնանք ջերկի։ When we're electrocuted, we will become turkey. Բայց ես ուզում եմ քեզ ասեմ, որ աղոթքը, զոհը եւ ծոմը Տերն ինձ ասեց, դա երրաֆաս ֆազա, որ խփելու է դժոխքին։ Hallelujah. What God told me when I was praying, He said, fasting, praying, and your offering together is like a triplicate, a trifold cable that's gonna destroy hell. Ինչ հաճույքով պատրաստեցի ես այդ երրաֆազը։ I was so, I had so much joy when I prepared my offering. 15 րոպե առաջ այն խփեցի գետնի վրա։ 15 minutes ago, I just put it on the floor. Եվ ես վստահ եմ դժոխքում դա եղանակ է սարքելու։ I'm more than convinced it's gonna change something in hell. Ես գիտեմ ես ում եմ հետևում։ I know who I am following. Ես գիտեմ ով է նա, որ այս խոսքի միջոցով խոսում է ինձ հետ։ I know who He is, who is speaking to me through this book. Լավ, եկք նայենք, տեսնենք այս հույսը, անհույսը եւ այլն այս ամեն ինչը ինչ բերեց։ Ես ուզում եմ մի բան, դեռ հենց սա չնայած ուզում եմ տեսնենք։ Մի կին կար, որը Հիսուսի գերեզմանների մոտ անհույս լաց էր լինում, ուղղակի անհույս։ Դա Մարիամ Մագդաղենացին է։ Լաց էր լինում եւ փնտրում էր իր վարդապետին, իր ուսուցչին, լաց էր լինում անհույս, մնացինք անաստված, մնացինք առանց հույս։ Հիսուսը մեռավ, գերեզման դրվեց, ահա երրորդ օրն է եւ նա չկա։ Երբ Մարիամին երևաց Հիսուսը, ինչ ասեց. Մարիամ, ինչու ես լաց լինում։ Ես այստեղ եմ։ Մարիամի հույսը փոխեց, անհուսությունը փոխեց հույսով։ There was a lady, Mary Magdalene, who went to the grave and saw Jesus isn't there, and she was hopeless and crying. When Jesus came to her, said, "Mary, why are you crying?" When she saw him, she was filled with hope. Did he not change her hopelessness with hope? Հաջորդը երևաց աշակերտներին ասում են ինչ է արել Հիսուսը այդ 40 օրերի մեջ, երբ համբարձվեց, էս արել։ Next, he appeared to his disciples. They say, what did he do for 40 days after resurrection? This is what he did. Գնաց միտեղ, որտեղ իր աշակերտները թաքնված, հավաքվել, կծկված, ես տղամարդու կծկվածը չեմ կարող հասկանամ, բայց տեսա, կծկված, ցած բախով բռնված հավաքվել էին եւ հանկարծ փակ դռների միջից Հիսուսը երևաց եւ նրանց ասաց. Շալոմ։
Next, he went to a room where his disciples were very, very afraid, fearful, and he appeared from the door, from the closed door, and he said, Shalom, I'm here. Աշակերտներն ապշեցին։ His disciples were astonished. Գիտես խի ապշեցին։ You know why? Որովհետև իրանք գիտեին, թե Հիսուսը խաբել էր իրանց։ Because they thought that they were lied to by Jesus. Հուսա խաբել արեց նա հարություն չառավ։ He didn't resurrect. Բայց երբ որ Հիսուսը փակ դռների ետևից երևաց եւ ասաց շալոմ, վախը փոխվեց, սիրո ասացին, սա վարտապետ։ Hallelujah. But when Jesus appeared from a closed door, they saw him and they said, their fears were turned into love. They said, oh, this is a rabbi. Հովհաննեսը գրում է. Եվ այդ նույն օրը միաշաբթի իրիկունը, երբ որ դռները փակված էին, այնտեղ ուր որ աշակերտները ժողովված էին, նշածա վախից, գրվածա վախով բռնված նստած էին, որովհետև հետապնդման տակ էին ընկել նաև, Հիսուսը եկավ, նրանց մեջ կանգնեց եւ նրանց ասաց. Խաղաղություն ձեզ։ Եբրայերեն նշանակում է շալոմ։ Jesus came and stood among them and said, peace be with you. In Hebrew, it means shalom. Գալիլեայի ծովում Հիսուսը գնաց եւ տեսավ, որ աշակերտները մութ էր, արդեն իրիկուն էր, ձուկ են բռնում եւ այլն, հսկում են կողմ, որովհետեւ Պետրոսն ասաց, ինչ ասեմ, որ հարություն չառավ Հիսուսը, դե ինչ ասեմ։ Արի գնանք ձուկ բռնենք։ Արի, որկաններդ որտեղ են։ Տուննա գնավեկալ, գնանք ձուկ բռնենք։ Հիսուսը հարություն չառավ։ Եվ նա գնացին ձուկ բռնելու, Հիսուսը նրանց հետևից։ In the Sea of Galilee, they gathered their stuff and they went. Peter said, well, it seems like we were lied to. Let's take our stuff and go fish like they used to before Jesus. And Jesus went after them. Հաջորդ համարը նայենք, որ սա ապացուցենք, եւ Հիսուսը նրանց ասաց. Տղերք, guys, hello. Hello guys. Hello, guys. What's up? Եվ Հիսուսը նրանց ասաց. Տղերք, ուտելու բան ունեք։ Պատասխանեցին նրանց. Չէ։ Ձուկ եք բռնում, տնաշեններ, ասա բռնել ենք, հեսա կխորովենք։ Չեն, որովհետև չգիտեն ով է հարցնողը։ He called to them. He said, hello, friends. Hello, guys. Do you have any food? They said, no. Եվ նա They նրանց didn't ասաց. recognize them. Ուրկանը նավի չունեին ոչ մի բան։ Նայեք, անհույս հիասթափված, կոտրված աշակերտները ձուկ են։ Ես չգիտեմ սրանց ձկնորս ով է կոչել, միշտ ձուկ չունեին իրանք, հալելույա։ Ասենք Հիսուսն եկել էր արքայության ավետարանը սովորացնել, ձկնորսություն էր սրանց սովորացրեց ձեռի հետ։ How were they called fishermen if they couldn't even catch fish? Every time he would ask, they had no fish. Եվ ասաց ուրկանը նավի աջ կողմը գցեք եւ գտնեք։ Նրանք էլ գցեցին եւ չէին կարողանում քաշել ձկների շատությունը։ Դա Հիսուսն էր։ That was Jesus because he taught them how to fish. Եվ սկսեցին շատ ձուկ վերցնել, հələ մի հատ ուրիշ մի բան կարդանք, մի հատ նայեք, եւ այն աշակերտը, ստեղ նայեք, թատրոնը տեղի ունեցել, եւ այն աշակերտը, որը Հիսուսին շատ էր սիրում, դա Հովհաննեսն է, որ գրել այս թուղթը, ուրեմն Պետրոսին ասեց. Տերը, That's our Lord. Հիսուսը չի։ Isn't that Jesus? Հիսուսն է։ That's Jesus. Պետրոսը մինչև այդ տեղը չէր բերել, ասաց Peter Սիմոնը didn't ասաց, recognize him. հա, հələ մի րոպե, ուշադիր նայեց, որ տերն է, մերկեր, որովհետև ձուկ էր բռնում, ով ակաշճում շալվարով ձուկ բռնում, տղան մերկեր, գրածա վերարկուն գցեց իրան վրա, լավ, որ վերարկուն գցեցիր քո վրա, որ Հիսուսը մերկությունը չտենա, քեզ ծովը գցեցիր, Պետրոս։ Peter was naked because he was fishing. So when he heard his rabbi, he put his coat over himself. Վերարկուն իր վրա առավ, որովհետև մերկեր եւ ինքն իր ծովը գցեց։ Ես քեզ մի բան ասեմ, եթե ես տեսնայի Հիսուսին, որ եկել է ափի մոտ եւ կանգնում է, ասում է հելո նայրա, ինչպես են քո գործերը, ես հաստատ Պետրոսի պես, ոչ թե ինձ ծովը կգցեի, ես կեցայի ծովի հատակ, որովհետև գիտեի որ Հիսուսը էլի ազատելու ինձ։ If I saw Jesus, I would do exactly the same thing. I wouldn't just throw myself in the sea. I would go all the way down because I know he would resurrect, he would save me. Իսկ մյուս աշակերտները եկան նավակով, որովհետև ցամաքից հեռու չէին, այն 200 կանգունի չափ էր իրանցից, ուրկանները ձկներով քաշում էին եւ բոլորը տեսան, որ Հիսուսն է, այդ հարություն առած Հիսուսն է։ And everybody thought that it was Jesus, the one that resurrected. Անհանգիստ էին, They փող չէին were աշխատել They եւ didn't have Հիսուսը money. անհանգստությունը նրանց փոխեց հանգստությունով։ And Jesus turned their anxiety into peace. Դու մտածում ես ինչպես են լինելու քո գործերը,
Are you thinking what's going to happen to your work? Որտեվ Դոնալդ Թրամփը վեկալել է տոկոսները բարձրացրել է, ինչ է լինելու քո հետ։ Because Donald Trump raised the taxes, what's going to happen to you? Եթե Դոնալդ Թրամփը տոկոսները 100-ից բարձրացնի, մի վախեցի, Հիսուսը հաստատ քեզ ձուկ ունի տալու։ Even if Donald Trump raises up the taxes, Jesus will pay for it. Հալելույա։ Բայց համբարձվելուց առաջ Հիսուսը նրանց մի բան էլ ասաց. But before resurrecting, before going to heaven, he said something else to them. Լավ անհուսությունը փոխեց հույսով, վախը փոխեց ուրախությունով, սիրով, անհանգստությունը հանգստությունով, խաղաղությունով եւ այլն, բայց ասեց այս այնքանը չէ, որ ուզում եմ ձեզ տամ։ Կա այստեղ մարդ որ լսում է ինձ։ Is everybody listening to me? Նա ասաց ես գնում եմ։ Change hopelessness with hope. Ես գնում եմ, He said, I'm leaving. բայց ես ով չեմ թողնի, But I'm not going to leave you fatherless. որովհետեւ տեսա որ աշակերտները հուզված են։ Because he saw that they Ասաց ես were գնում եմ, upset. He said, I'm leaving. բայց ես մեկին եմ ուղարկելու։ But I'm going to send someone to Նա you. միշտ դες է լինելու։ He's always going to be with Նա you. ձեր մեջ է լինելու։ He's going to be among you, Նա ձեր կողքին է լինելու։ next to you. Եվ նրա անունն է Սուրբ Հոգի։ And he has named Holy Spirit. Սա աշխարհի ամենամեծ նվերն է որ տալու եմ This ձեզ։ is the biggest gift that he would give to the world. Հիսուս Քրիստոսի խաչելության, հարության, ողջ հայտնությունն ու զորությունը թաքնված է Սուրբ Հոգու մեջ։ Hallelujah. Hallelujah. The resurrection, the crucifixion, all of that, the glory of that is hidden in the Holy Spirit. Եթե դու ուզում ես ճանաչես ով է Հիսուսը, կամ մարդ այստեղ որ ուզում է ճանաչի ով է Հիսուսը։ Is there anyone who wants to know who Jesus is? Դուք հաստատ մի ժամից հաց եք ուտելու։ Կամ մարդ որ այստեղ հավատում է որ ուզում է որ իմանա ով է Հիսուսը իրականում։ Is there anyone that wants to know in reality who Ես կխնդրեմ Jesus is? ձեռքեր տեսնեմ։ Դուք բոլորդ եք ճանաչում Հիսուսի, հաջորդ կիրակի որ մեկն է ուզում այստեղ քարոզել։ If you all know Jesus, I want you to come up and preach. Next Եթե դու Sunday. ուզում ես իմանաս ով է Հիսուսը, If you want to know who Jesus եւ is, դու ուզում ես իմանաս աստվածության ողջ լիությունը, and if you want to know the ability of Godship, քեզ պետք է Սուրբ Հոգին, you need the Holy Spirit. որովհետեւ նա լսելու է քո խնդրանքները եւ քո խնդրանքների համաձայն տալու է քեզ զորություն, հավատք, ուժ, կարողություն տեսնելու քո հավատքի վաղճանը։ Because he's going to listen to your word, to your worries. And according to your worries, he's going to give you the ability to see the end of your prayer. Եթե Հուդան դարձավ Կորեսյան որդի, If Judas became the child of hell, ապա այն հայրը եւ այն մայրը, որ աղոթում է իր որդու համար, that parent that prays for his child եւ հավատում է այս խոսքի զորությանը, որ նա կենթանի է, and believes in the power of this word that he is alive, լսիր այս խոսքերը այս զատիկի օրը տարդա քո կյանքիդ մեջ։ take this at this Easter and take it into your life. Ամեն մարդ լսում է ինձ, Everybody's listening. պիտի անես հետևել աղոթքը։ You have to do the following prayer. Տեր Հիսուս, Dear Lord, dear Jesus, երբեք թույլ չտաս, don't ever allow որդիս դառնա Կորեսյան որդի։ so my children will be lost. Երբեք չթողես նա մեռնի որպես ադամորդի։ Don't allow him or her to pass away as a child of Adam. Դարձրու նրան Աստծո որդի։ Turn them, make them children of God. Ամեն։ Amen. Եթե որևէ հայր եւ որևէ մայր, որևէ կին եւ որևէ տղամարդ հավատում է այս Աստծո խոսքի զորության, ապա ես կրկնում եմ այս խոսքը անպայման քո որդուն, քո աղջկան անպայման մի օր բերելու է Հիսուսը։ Amen. If any Amen. of our parents believe in the power of this word, I am telling you again, this word is going to bring your child to God. Ես ավարտում եմ խոսքը։ I am finishing my Ուզում word. եմ մի բան նայես էկրանի վրա, որ երեք ես գրել եմ։ Հավատացյալը պիտի չապրի զգալով, հավատացյալը պետք է ապրի հավատքով։ A believer should not live by feeling. He or she should live by faith. Վայ ջանս փշակողվեց, մի հատ նայել է, ոնց սաղ մրջինները վրեսել եմ։ Նայ Look, I have goosebumps. It feels like animals are crawling on me. Ես նայում եմ հավատացյալների զարմանում եմ։ Հիսուսը մեզ ասել է, երբ կզգաք, որ մրջյունները պարեն պարում ձեր վրա, այն ժամ իմացեք, որ ես ներկա եմ։ I'm astonished that believers, Jesus didn't say, when you feel like animals are crawling or creatures are crawling on you, that's when you know that I'm here. Այստեղ լսիր, Listen to here.
Կապ չունի, որ քո զգացմունքները լավն են, վատն են, տրամադրությունդ բարձր է, բարձր չէ, եթե դու հավատում ես այս խոսքին, որ ամեն հավատացող կստանա, որ ամեն իմանող անունը կանչողը կփրկվի, որ ամեն մեկը ով որ աղոթքով իր խնդրանքը կբերի Տիրոջ առաջ եւ Տերը չի արհամարի, ապա իմացի կրկնում եմ ավետարանի խոսքը, քո որդուն տուն է բերելու։ Hallelujah. I'm repeating this word. The word of Bible is going to bring your child to God. Կապ չունի քո զգացմունքներն ինչպիսին են։ It doesn't matter on your mood. Կապ չունի որ դու այսօր առավոտ միգուցե քո որդու հետ կռիվ ես ունեցել։ It doesn't matter if you had a fight with your child this morning. Կապ չունի որ տանդ անդամը երեխատ երեք լավ չի պահել ու սիրտդ կոտրված է այսօր այս զատիկի օրը։ It doesn't matter that your child misbehaved last night and you have a hardened heart. Հավատացյալը չպետք է ապրի փշակախվելով, հավատացյալը պետք է ապրի հավատալով Աստծո կենթանի խոսքին։ Սա պիտի լինի քո հիմքը։ Hallelujah. A believer should not live by feeling goosebumps. He or she should live by faith, by Yes. believing in the word. Ես կփորձեմ մի կարճ պատմություն պատմել այստեղ բոլոր հայրերի եւ մայրերի համար, բոլոր նրանք ովքեր ինչ որ մեկի փրկությանն են սպասում։ I'm going to tell you a short story for all the parents who are awaiting someone's salvation. Ես ալսել եմ Աստծո մարդուց։ I heard this from a spiritual man. Ուզում եմ որ բոլորս այստեղ նայենք։ Please look here. Գրում է աշխարհահռչակ հայտնի քարոզիչ Ջիմի Սվագերտն։ It is written by Jimmy Swaggart, who was very well known around the world as a spiritual leader. Ասում եմ ես փոքրիկ երեխա էի, երբ իմ տատիկս դարձավ Քրիստոսին եւ Սուրբ Հոգով մկրտվեց։ He was telling the story. I was a little child and my grandma came to Jesus and became a follower of Jesus. Հայրս երբ որ իմացավ որ տատիկը Սուրբ Հոգով մկրտվել, ասաց. «Էս կնիկը դժվել է օրծերության»։ When I heard my grandma was baptized in the Holy Spirit, I said, oh, this woman at the old age became crazy. Ասաց ես քեզ կծծեմ, եթե հանկարծ իր տուն գնաս, որովհետեւ գնաս իր տուն իրանից վարակվելու ես։ My mom said, if I will beat you if you go to her house, because when you go to her house, you're going to catch what she has. Օրը 3 անգամ տատիկս մեզ մոտ էր ապրում, օրը 3 անգամ փախնում էի, գնում էի տատիկին ասելու, գիտես ուզում եմ տենամ Հիսուսին քո երեսի վրա, Սուրբ Հոգին քո երեսի վրա է։ I would run away from home and go to my grandma and say, look, I want to look at your face because the Holy Spirit lives on your face. Տատիկս երբ որ աղոթում էր ասում է, զգում էի ինչպես է այդ հոգու ներկայությունը տարածվում, գալիս ուղիղից վրա եւ իմ ամբողջ ներսս սկսվում էր ցնցվել։ I would feel the power of her prayer when she would pray. I would feel the Holy Spirit come through the whole room and come upon me and my body would start shaking. Հավատացյալներ կա որ Հիսուսը եթե այստեղ հիմա կենթանի կանգնի, էլի վրեքները չի ազդելու։ There are believers that if Jesus appeared in person, they're not even going to bother. Այս փոքրիկ երեխան ասում է, ես օրը 3 անգամ գնում եմ եւ տատիկիս ասում է, եկել եմ որ Սուրբ Հոգուն քո երեսի վրա տեսնեմ։ For 3 times a day, he says he would go to his grandmother's house and say, I came to see Holy Spirit on your face. Ասում է, երբ նա աղոթում էր, ես լաց էի լինում։ When she would pray, I would cry. Հայրս ճիշտ էր։ My father was Ես right. էլ գժվեցի դրանց։ I became crazy like my Ես էլ father. սիրահարվեցի։ I fell in love with Jesus. Այդ ժամանակներում ասում է հայրս մի ընկեր ուներ անունը Ջորջ էր։ He had a friend whose name was George. Իմ ընտանիքը դարձի եկավ ասում է մի եկեղեցում Լուիզիանա նահանգում։ They were in the state of Louisiana when his family became Christians. Դա հեռավոր 50-ական թվականներն էին։ That was in the 50s. Եվ միսիոներներ եկան, որոնցից մեծ մի կին կար անունը Լիա Սամրալ։ And there were missionaries. There was a woman among them called named Leah Samral. Սամրալ։ Samral. Նրանք կառուցեցին մեզ մոտ առաջին պրեսբիտերիան եկեղեցին, այս եկեղեցին, որը մեզանից առաջ որից մենք վարձում ենք այս շենքը, նույնպես պրեսբիտերիան եկեղեցի է։ They built the first Presbyterian church, and this church, the owners of this church are Presbyterian. Եվ իզարմանք աշխարհին այդ տարի հայրս Հիսուսին ընդունեց։ And to be astonished, the astonishing thing is that year, my father became a Christian. He accepted Jesus. Ես հիշում եմ, որ մեր ամբողջ ընտանիքը Հիսուսին դարձավ այդ օրը, երբ այդ եկեղեցու շենքի բացումն էր։ I remember it was the grand opening of that building when my entire family became Christians. Մեր ընտանիքի կյանքը ամբողջովին փոխվեց, The life of our entire family was changed. բայց հայրս մի ընկեր ուներ։ But my father had one friend. Նրա անունն էր Ջորջ։
and his name was George. Նա փոքր ինչ հասակով էր հորիցս տարիքով ավելի քան հայրս։ Հայրս 24 տարեկան էր, ես ավելի փոքրիկ երեխա էի, շուտ էր հայրս ամուսնացել։ Եվ նա ուներ մի ընկեր, որը տարիքով մեծ էր եւ նույնպես ուներ փոքր երեխա։ He was a bit older than my dad. My dad was 24 years old and I was a little child. He also had a little child, but he was a lot older than my dad. Հայրս փորձում էր ամեն անգամ երբ Ջորջը գալիս էր մեր տուն ավետարան վկայել, պատմել Հիսուսի մասին։ My father would try to evangelize to him all the time when he would come. Ասում էր, եթե չես ուզում, որ մեր ընկերությունը փչանա, ինձ մոտ այլևս չխոսես Հիսուսի մասին։ And George would say, if you don't want our friendship to be over, don't ever speak to me about Jesus. Ես չեմ ուզում լսել նրա անունը։ I don't want to hear his name. Ժամանակներ անցան A lot of time has եւ passed Ջորջը տվեց իրեն խմելու and George became an alcoholic եւ նա դարձավ ալկոհոլիկ։ and he became an alcoholic. Խմելու պատճառով նա կորցրեց իր տունը, Because of drinking, he lost his house, կորցրեց իր աշխատանքը, he lost his job, կորցրեց իր բոլոր մեքենաները, he lost all of it, the cars that he նա owned. դարձավ կատարյալ հարբեցող։ He became exactly an alcoholic. Հետո նրան ինսուլտ խփեց։ Then he had a stroke. Եվ նա հիշում եմ, երբ որ գալիս էր ու անցնում էր մեր դրան առաջով, քաշեր տալիս, տեսել եք ինսուլտ խփած մարդուն, քաշեր տալիս իր ոտքը, ընկնում էր երբեմն, որովհետև հարբած էր ու հայրս վազելով տնից դուրս էր գալիս, քանի որ իր ընկերն էր, նորից էր ոտի կանգնացնում։ I remember a lot of times he would pass by our house and he would drag his leg because he had a stroke. And my dad would run out and pick him up from the floor because they were friends. Որքան անգամ հայրս փորձեց, որ Ջորջին ավետարանի եւ պատմի Հիսուսի մասին եւ ասի դու փրկության կարիք ունես, նա վերջնականապես ասաց ոչ եւ վերջ։ Many times my father has tried to evangelize to him and say that you need Jesus, you need salvation. For the final time, he said no. Մի առավոտ արթնացա տեսա հայրս լաց է լինում։ One morning I woke up and saw my father crying. Ասացի հայրիկ ինչ է պատահել, որ աղեկը դուր լացում ես։ I said, Father, what happened? You were crying so hard. Ասաց Ջորջի 4 տարեկան երեխան է մահացել։ He said, the 4-year-old child of George has passed. Նա սև մազեր ունեցող մի գանգրահեր գեղեցկադեմ տղա երեխա էր։ He was a good-looking boy, baby boy with black hair, black curly hair. Մենք գնացինք թաղման եւ ես թեկուս երեխա եմ, բայց հիշում եմ Ջորջի բառերը տղայի դագաղի վրա որ ասաց։ We went to his funeral. Even though I was a child, I remember what he said at the graveside of his child, George. Նա լաց էր լինում եւ բռունցքով խփում էր որդու դագաղի վրա եւ ասում էր, եթե Աստված այսպիսին է, ես նրան չեմ ուզում։ Հիսուս, ես իմ ամբողջ էությամբ ատում եմ քեզ։ George was banging on the casket and saying, if this is what God is, who God is, I don't want you. My entire life, I'm hating you, Jesus. Ինչու տարարին որդուն։ Why did you take my son? Եվ գոռում էր դագաղի վրա երեխայի, ինչու տարարին որդուն։ And he was yelling at the graveside, why did you take my son? Ես ատում եմ քեզ Հիսուս։ I hate you, Jesus. Անցան ժամանակներ։ Time has passed. Կրկին Լուիզիանա մեր նահանգ եկավ այն կին միսիոները, որոնց ձեռքով կառուցվել էր մեր եկեղեցին։ Again, Louisiana to our state came that lady who built our church. Եվ հարցրեց հորս, ինչպես եք, ինչպես են ձեր գործերը։ And asked my father, how are you, how is your work? Ասաց, օ, եթե ես չեմ սխալվում, դուք մի մտերիմ ընկեր ունեիք, անունը Ջորջ, որտեղ է Ջորջը։ If I'm not mistaken, you had a good friend whose name was George. Where is he? Հայրս ասաց, Ջորջը մահամերձ պարկած է։ And my father said, George is at his deathbed. Օ, ասաց, ես կարող եմ ունենալ Ջորջի տան հասցեն, ես ուզում եմ անպայման այցելել նրան, ասաց, չեմ կարծում, որ իմաստ կլինի այցելելու, բայց վերցրեք։ She said, can I have his address? I actually want to see him. My father said, I don't think he would want to see you, but you can have the address. Կինը գնաց Ջորջի այդ տունը, ես չգիտեմ անգլերեն ինչպես են ասում պատվալ, նկուղային հարկ։ Basement. Ահա, այդպիսի մի տան մեջ էր ապրում ալկոհոլիկ, ալկոգոլով բռնված վերջացող մի անձնավորություն։ The lady went to visit him and it seemed like he was living in a basement, an alcoholic who had no other means to survive. Նա դուրը բացեց եւ տեսավ Ջորջին մահամերձ պարկած իր ալկոհոլի վրա, ասաց հետեւյալը. Ջորջ, բարև, ես Լիան եմ, ինձ հիշում ես։ She opened the door and saw George at his deathbed and said, hello, George.
I'm Leah, do you remember me? Նա նայեց միսիոներուհուն եւ գլխով արեց, որ հիշում է։ He looked at her and nodded his head, yes, I remember. Կինն ասաց, ես գտնում եմ, որ ժամանակ չկա երկար բարակ իր հետ խոսալու եւ ես Ջորջին ասացի հետեւյալը։ The lady said, I don't think there's a lot of time to talk for a long time. She said the following to him. Ասաց Ջորջ, գիտես արդյոք որ դու հասել ես քո կյանքի ճանապարհի ավարտին։ She said, George, do you know that you're at the very end of your life? Ջորջ, George, գիտես որ պատուհանները փակվում են արդեն։ do you see the windows are closing? Գիտես որ դռները փակվում են այլևս քո համար։ Do you know that the doors are being shut for you? Ջորջ, ես եկել եմ ասելու, որ բարակույրները ծածկվում են եւ քո կյանքի ավարտը հայտարարվելու է շուտով։ George, I came to say the curtains are closing and the end of your life is near. Նա դառնագին լացինելով նայեց իմ աչքերից մեջ եւ կրկին գլխով արեց այո։ He started crying very hard and nodded again, saying yes. Ես ասեցի հարգելիս, ուզում եմ մի բան լսես դու։ She said, my dear, I want you to hear something. Եղբայրներ, քույրեր, որ դուք այստեղ ներկա եք, խնդրում եմ սա լսեք։ Brothers and sisters that are here today, please listen to this. Ջորջը շրջվեց եւ այդ կնոջը ամբողջ իր ուժերը մահամերձ վիճակում պարկած մարդ ուժերը հավաքելով ասաց հետեւյալը։ George turned, gathering his strength, turned to Leah and said the following. Ասաց ես ամենասրիկան մարդն եմ։ He said, I'm the least of people. Ես աշխարհի ամենամողկալի մարդն եմ։ I am the worst person in this world. Ես ամենաանաստված մարդն եմ։ I am the biggest atheist in this world. Ինչպես կարող է Հիսուսը ինձ ներել։ How can Jesus forgive me? Միսիոներին ասաց նրան. Ինձ Հիսուսն է ուղարկել քո մոտ, որ ասեմ քեզ, չկա մի մեղք, որ ես ի վիճակի չլինեմ ներելու, նա սիրում է քեզ Ջորջ։ And Leah told her, Jesus has sent me to you. There is not one sin that Jesus is not able to forgive. Վերջին բառը որ կինը նրան ասաց հետևյալը. Ջորջ, Հիսուսը սպասում է քեզ։ The last thing that she said to him was, George, Jesus is waiting for you. Ջորջը լաց եղավ, George started crying. գլխով արեց այո։ Nodded yes. Ասաց թույլ կտաս աղոթեմ քեզ համար։ She said, can I pray for you? Ասաց այո։ He said yes. Ասաց կկարողանաս մեջդ ուշ հավաքես կրկնել ասել այն բառերը, որոնք հիմա ես քեզ կասեմ։ Can you gather your strength to repeat the words I will tell you? He said yes. Եվ միսիոներին սնկների վրա Ջորջի ամփոփնու առաջ By his bed, սկսեց աղոթել Ջորջի հետ։ started praying with George. Ինչ ասում էր նա կրկնում էր։ Whatever she was saying, he was Ինչ ասում էր repeating. նա կրկնում էր։ Whatever she was saying, he was repeating. Բայց հետո մի պահ զգաց, որ նա այլևս չի կրկնում։ But a while later, she realized he's not repeating anything. Աչքերը բացեց եւ նայեց։ She opened her eyes and looked. Ջորջը այլևս չկար։ George had passed. Նա վեր կացավ անկողնու կողմից ծնկած եւ ասեց. Իմ սիրտս հենց հիմա իմ ներսում ասում է նա արդեն Հիսուսի մոտ է։ She went up from her knees and she said, my heart inside of me is telling me right now he's in heaven. Ես նայեցի այդ մարդուն, I looked at that man որ անցել է կյանքի ծանր ճանապարհ, that has passed, went through, կորցրել է որդի, lost his son, կյանքն ավարտեց հարբեցողությամբ, finished his life as an old կյանքը man, ավարտեց հաշվանդամի պես, finished his life as բայց մի a... բանն այս պատմության կարևոր։ There is one thing that's important in this story. Կարևոր չէ ինչպիսին է քո սկիզբը եղել կյանքի, It's not important how the beginning of your life has ever been. կարևոր է ինչպիսին է լինելու քո ավարտը։ It is very important how your ending of life is going to be. Կարևորը չէ ինչ ավտոբուս ես նստել եւ ուր այդում, կարևորը որ այդ ավտոբուսը ճիշտ կանգառում իջեցի քեզ, որի անունն է երկնային արքայության դարպասներ։ It is important what class you're in that's going to take you to the right path to the kingdom of heaven. Քանի մարդ է այստեղ տեսել Տիտանիկ ֆիլմը։ How many has seen Titanic? Ամերիկացիները կինո են սիրում նայել։ Americans love it. Բոլորն են նայել Տիտանիկ ֆիլմը։ Did everyone watch Titanic? Ուզում եմ մի բան նայեք էկրանին։ Let's look at something. Երբ Տիտանիկ նավը խորտակվեց, լսում եք, Yeah, Titanic խորտակվեց։ went down the ocean. Խորտակվելու ժամանակ
շատ մարդիկ մահացան։ During that time, a lot of people passed away. Հաջորդ օր առավոտյան ամբողջ քաղաքում աժոտաժ էր։ In the morning, the following morning, in the city, everybody was going around crazy. Պատուհանների վրա, դռների վրա, սյուների վրա, քաղաքի ամեն անկյունում փակցված էր այսպիսի մի թուղթ։ On the windows, on the doors, on the lampposts, there were papers like this stuck on them. Այստեղ չի գրված կենթանիներ, լսում եք ինձ։ Չի գրված կենթանիներ, մահացածներ, գրված է փրկվածներ, կորածներ, այդպիսի թուղթեր գրված։ Right here is not written dead and alive. It is written saved and lost. Որպեսզի ամեն փրկվածը գար եւ գրեր, որ ես ինչ անեմ եւ փրկվել եմ, բայց դե կորածները པարզ է ոչ մեկ չէր կարողանալու գրել, կմնար այս լիստը ազատ եւ մարդիկ հետո կհասկանային քանի իսնա կորել։ Because the point of this was for people to come and say, I am this and this person and I was saved. Of course, the lost ones couldn't. Ես այստեղ ներկա բոլոր մարդկանց հարցում եմ տալու։ I want the people present here to ask. Ես կխնդրեմ դու ինձ նայես։ Look at me. Կխնդրեմ որ դու ինձ նայես։ Look at me, please. Մի օր է գալու, որ մեզանից ամեն մեկը իր կենթանի կյանքի տարերքից դուրս է գալու։ There is going to be a day that each and every one of us is going to leave the life struggles that we have. Մի օր է գալու, որ երկնքից ազդարարվելու է այսինչ մարդու կյանքի ավարտը։ There's going to be a day that from the heaven, you're going to hear, it is the end of this person's life. Ու մեզանից ցանկացած մեկը մի տեղ է շարժվելու։ And each and every one of us is going to move on to some place. Մեկը հավիտենական արքայություն, one to the kingdom of heaven, մեկը հավիտենական կորուստ, and the other eternal damnation. Ես այսօր այստեղ ցուցակ եմ բարձրացրել։ I came with a list of Այս ցուցակի որ մասում ես եւ որ սյունակին ես պատկանում դու։ What side of this list are you on? Մի օր One day քո կյանքի տարերքից դու դուրս ես գալու։ you're going to get out of your life, the life that you're living. Եվ կրկնում եմ շարժվելու ես մի տեղ։ And again, you're going to move into one place. Ցանկացած մեկին որ հարցնեմ այստեղ կասե, ես երկինք եմ մտալու։ If anyone in here I ask them, they're going to say, I'm going to go to heaven. Ես ուրախ եմ քո պատասխանի համար։ I'm happy for your answer. Սակայն թույլ տուր մի բան ասեմ քեզ։ But allow me to see something. Երկինքում միջոցով ես գնալու։ By who and through who are you going to go? Երկինք գնալու միջոց կա։ To go to heaven, there is a way. Երկինք գնալու միջնորդ կա։ There is a person that's going to take you to heaven. Երկինք գնում են Քրիստոսի միջոցով։ They're going to heaven through Jesus Christ. Ամեն։ Amen. Երկինք գնում են Քրիստոսի միջոցով։ The people are going to heaven through Jesus Christ. Եթե դու մինչև այսօր Հիսուսին որպես քո Տեր եւ Փրկիչ ես ընդունել, ապա ես քեզ խնդրում եմ բացացի քո տեղից եւ այստեղ արին։ If until this day you have not accepted Jesus Christ as your Մի թույլ տուր որ Lord and ես մեկը Savior, համոզի։ I want you to Այստեղ come արի։ forward, please. Եթե դու գիտես որ այսօր Հիսուսը, եթե հենց այսօր Հիսուսը, մեկ ժամ հետո Հիսուսը գա, դու չունես փրկություն, որովհետև գրված է սրտով հավատում եք արդարանալու համար, բայց բերանով կարիք ունեք դավանելու փրկության համար։ Because if 1 hour from now Jesus came, I need you to know that you have to say these words, because you're going to have to say, believe in your heart, but you have to say it in your words that you believe Him. Ես մի բան եմ ուզում քեզ ասել։ I want to say something to you. Ես կարծում եմ դու դա չհասկացար։ I think you didn't understand. Որովհետև եթե դու հասկանայիր ձեզանից ինչ որ մեկը, որ առաջին անգամ է այստեղ, որտեղ Հիսուսին Տեր եւ Փրկիչ չեր ընդունել, հիմա պիտի այստեղ լիներ։ Because if you understood Եկեք ոտքի me, կանգնենք։ anyone who is here for the first time, Կան այստեղ մարդիկ, որ առաջին անգամ են, ես խնդրում եմ գան այստեղ առաջ։ Այսօր շանս ունես կյանքդ Հիսուսին հանձնելու։ Ուղիղ 5 րոպե հետո, որ այս զահմիջից դուրս գաս, գարանտիա չունես, որ եթե քո հետ մի բան պատահի, դու փրկված ես։ I need the people who are here for the first time to come forward, please. Because there is no other guarantee. A minute later, if Jesus comes, you're going to be left on earth. Գիտեք, բոլորը հավատում են, որ իրանք ունեն Հիսուսին իրենց կյանքում։ Because everybody believes that they have Jesus in their Թույլ life. տուր մի բան ասեմ, հավատացողը պիտի լինի Աստծո տանը։ Allow me to say, people who believe need to be in the Word. Հավատացողը պիտի լիներ այստեղ։ Հավատացողը պիտի կարդա Աստծո խոսքը։ Ամեն։ Եթե կան այնտեղ վերջում մարդիկ, ես խնդրում եմ, եթե դու դեռ Հիսուսին Տեր եւ Փրկիչ ես ընդունել, ապա ես խնդրում եմ, եկեք ծափահարենք նրանց, դուրս եկեք ձեր տեղերից։ Դուրս եկեք, որովհետեւ
հարցերի մեջ։ Եթե դու առաջի անգամ ես արիր այստեղ, երկրորդ անգամ ես, Հիսուսին Տեր չես ընդունել, մի ամաչիր ոչ մեկից։ Փրկությունը անհատական է, մի ամաչիր ոչ մեկից։ Եկ այստեղ։ Don't be ashamed Դու of կան եք anybody. այստեղ։ Եկ այստեղ, ես խնդրում եմ որ դու գա։ Եվ ես ուզում եմ որ դու չդադարես ծափահարելուց։ Եղբայրներ եւ քույրեր, ես վստահ չեմ որ բոլորն այստեղ փրկված են։ Եկեք այստեղ, եկեք այստեղ։ Եկեք այստեղ։ Եկեք Please այստեղ։ come forward, please. Ես խնդրում եմ դուք եկեք այստեղ, եկեք այստեղ։ Pastor is gonna pray for you. Please come forward. Եկեք թույլ չտաք երիտասարդներ, որ ձեզ որևէ մեկը խնդրի որ գա Հիսուսին։ Հիսուսին պետք է վազելով գալ։ Հիսուսի մոտ պետք է վազելով գալ։ You have to run to Jesus. Don't allow people to Հալելույա, run փառք Տիրոջ։ Come to Jesus. Եկեք ծափահարենք, հալելույա, եկեք անելու ուրիշները, եկեք հրավիրենք իրենց առաջ, դուրս արի քո տեղից, դուրս արի քո տեղից, եթե դու խաչ ես կրում, դա դեռ քեզ քրիստոնյա չի դարձրել, քեզ քրիստոնյա է դարձնելու վերստին ծնունդը, երբ որ բերանով բոլոր մասնության առաջ կդավանես, Հիսուսն է իմ Տերը։ You need to proclaim that Jesus is your life. Եկեք, արի եղբայրս, արի, եկեք։ Հալելույա, փառք Տիրոջ։ Հրաշալի է, մալացի։ Բրավո։ Հալելույա, փառք Տիրոջ։ Եթե որևէ մեկը դեռ այստեղ Հիսուսին բերանով չի դավանել, Տեր եւ Փրկիչ, ես ուզում եմ որ դու գաս այստեղ։ Մենք շարունակում ենք դեռ սպասել քեզ։ If any of you did not proclaim with your mouth that Jesus is Lord, I need you to come forward. Ես չեմ ուզում որ դու Ջորջի պես քո կյանքն ավարտես։ Don't finish your life with Ես ուզում եմ որ այսօր դու տուն գնաս եւ ասես. Ես փրկվեցի Սատիկի օրը։ Իսկապես հարությունն ինձ համար է։ I want you to go home today saying, yes, I am saved because resurrection is for me. Ուզում եմ որ հետեւյալն անենք։ Քեզանից ոչ մի դժվար բան չեմ ուզում։ We're going to do the following. Nothing. Ուզում եմ ինձ հետ միասին, ես մի բան ասեմ, դու կրկնես, փակիր քո աչքերը, քեզ ոչ մեկ չի նայում։ Close your eyes. No one's looking at you. I just want you to repeat after me. Եթե դες անգամ ամբողջ աշխարհը նայի, թող հոգդ չլինի։ Կարևորը որ այս ցուցակի փրկվածների շարքում դու լինես երբեմն։ Hallelujah. Amen. Even if the whole world was looking at you, you shouldn't be worried about that as long as you're on the safe side of this list. Իմ սիրելի եղբայրներ եւ քույրեր, որ դուք այստեղ կանգնած եք, կխնդրեմ բարձրացնել ձեր ձեռքերը։ Raise your hands, please. Բարձրացնեք ձեր ձեռքերը։ Raise your hands, please. Եկեք այստեղ։ Եկեք այստեղ։ Բարձրացրեք ձեր ձեռքերը։ Բարձրացրեք ձեր ձեռքերը։ Please Եվ raise your եկեք խոնարհենք hands. մեր Raise your աչքերը։ hands and Փակեք մեր աչքերը եւ խոնարհենք մեր գլուխները։ bow your head down. Close your eyes. Ես ինչ ասեմ խնդրում եմ ընդհանրապես կրկնի եւ դա այսօր քեզ տեղափոխելու է հավիտենական կյանք։ Amen. Whatever I say, all you need to do is just simply repeat it and it's going to save you. Պատրաստ ենք։ Are you ready? Ես այստեղից կգնամ սխալ իմ ծառայությունն արած եւ կիսատ, եթե այս տեսարանը ես չտեսնեի, եթե այս տեսարանը չբերեի Հիսուսի մոտ։ Ես խոստացել եմ նրան, բոլոր նրանք որ առաջին անգամ են եկել այստեղ տեղ, ես նրանց անպայման կառաջնորդեմ դեպի քեզ, որ այս անիրավ երկրում, որտեղ մեղքը ձրիաբար գետերի պես անցնում է մարդկանց կյանքերից ու տների կողքից, քեզ Բարապ չի թողելու իմացին։ Եղբայրս դու էլ արի, դու էլ արի, դու էլ արի։ Խնդրում եմ, դու, արի այստեղ։ Արի։ Ես հիմա ինչ եմ խնդրում, ես ինչ կրկնեմ, ես ինչ ասեմ, կարող եք կրկնել ինձ հետ միասին։ Whatever I say, please repeat after me. Արի իմ աղբերս, արի։ Տերը օրհնի քեզ։ Եկեք ծափարենք մեր եղբորը։ Տերը օրհնի քեզ։ Հերոս, ապրես։ Բարձրացնենք մեր ձեռքերը։ Please raise your hands. Եվ ինձ հետ միասին կրկնիր հետևյալ կարճ, պարզ հասարակ նախատեսությունը։ Simple and Կրկնելուց առաջ մեկ անգամ եւս ուզում եմ ասեմ, կարևոր չէ որ սրտով հավատում ես, դա քեզ երկինք չի տանելու, գրված է բերանով պիտի դավանես։ Գիտեք որ ամբողջ երկինքը նայում է ձեզ։ It is not only that you have to believe in your heart, you also have to proclaim it. Աստվածաշունչն ասում է մեկը մեղավորի դարձի գալով The Bible says one person that is saved, ամբողջ երկինքը ցնծում է։ the whole heaven is rejoicing. Իմ հարազատներ, իմ սիրելի My եղբայրներ եւ dear քույրեր, sisters and brothers, մի հատ ինձ նայեք։ look at me. Բոլորս մի օր երբ որ երկինք գնանք, էսի Հիսուսը ցույցատալու When դες։ one day you go to heaven, Jesus is Այս going to նկար show ցույցատալու Հիսուսը։ this picture you're going to see in heaven. Եվ սա քո փրկության ապացույցն է լինելու։ This is the proof of your salvation. Աղոթենք։ Let's pray. Երկնային Հայր,
Heavenly Father, Խնդրում եմ բոլոր առաջ եկածները բարձրավոթել։ Երկնային Հայր, please raise your voice. Heavenly Father, ես եկել եմ քո առջև, I am here in front of you. որդուդ Տեր Հիսուսի անունով։ In the name of your Son Jesus, Ես ընդունում եմ, որ ես մեղավոր եմ, I accept that I'm a sinner. եւ խնդրում եմ քեզ, And I am asking you, ներիր ինձ, forgive me. ներիր իմ մեղքերը։ Forgive my sins. Տեր Հիսուս, Lord Jesus, բերանով դվանիր, ես հավատում եմ, say I believe որ 2000 տարի առաջ that 2,000 years ago դու եկար, you came, ավետարանը քարոզեցիր, you preached the Bible, չարչարվեցիր իմ մեղքերիս համար, you were tortured for my sins. ծեծվեցիր, They beat you, խաչվեցիր, they Մեռար, crucified you, they put you in գերեզման դրվեցիր, they put you in grave. եւ երրորդ օրը հարություն And առավելանից։ first day you resurrected. Տեր Հիսուս, Jesus Christ, ես մեղավոր եմ, I am sinner. եւ խնդրում եմ, որ քո թափված արյունը լվա եւ մաքրի ինձ։ And I'm asking that the blood that you shed, may it cleanse me. Ես հավատում եմ, որ դու սուրբ ես։ I do believe that you're holy. Ես հավատում եմ, որ դու Սոմյանցին I որդին do ես։ believe that you're the only begotten Son of Ես God. հավատում եմ, որ դու ինձ սիրում ես։ I do believe that you love me. Ընդունիր ինձ, Please accept me. ներիր ինձ։ Forgive me. Անվանիր ինձ ոչ թե Ադամի որդի, Please call me not the Adam, the child of Adam. անվանիր ինձ Աստծո որդի, Please call me child of God. որովհետեւ քո խոսքում գրված է։ Because your word says, Բոլոր նրանք, everybody who ովքեր Հիսուսին Տեր եւ Փրկիչ ընդունել, accepted Jesus Christ as personal Savior and Lord, Աստված նրանց կանվանի, God will call them Աստծո որդիներ, children of God. Աստծո որդիներ։ Children of God. Շնորհակալություն Հիսուս, Thank you, Jesus. շնորհակալություն իմ փրկության Thank համար։ you for my salvation. Փառքես, Praise be your name. ես կծառայեմ քեզ։ I will serve you. Այսօրվանից From this day դու forward, իմ Տերն ես you are my Lord եւ ես քո որդին եմ։ and I am your child. Շնորհակալություն Thank you հրաշալի փրկության համար։ for this wonderful salvation. Ամեն։ Amen. Amen. Փառք Հիսուսի։ Amen. Praise Jesus. Մինչև հայրերս կպատասխանեն հաղորդությանը։ Ուզում եմ ձեզ ծանոթանալ ձեր անունը։ I want to meet you. Եղսիկ, ձերը։ Էմա, ձերը։ Պարտիրոջը ձեր անունը։ Ինչպես։ Արամ շատ լավ։ Այ, ալելույա։ Аллилуйя. Իշխան, ալելույա։ Это что-то надо։ Ձեր անունը։ Ղուկաս ավետարանիչ։ Ալելույա։ Պարտիրոջ այստեղ սիրելի եղբայրներս։ Այսինչ ես քեզ մի բան ասեմ։ Գարան նման ես է։ Մազերդ խոճիջ գարան նման։ Ես երկու անգամ եթե չեմ սխալվում քեզ տեսնում եմ, այո։ Ես այնքան օրհնված եմ, որ դու այստեղ ես։ Նայում եմ եւ ասում եմ, ես Կիրակի աղոթել եմ, ասել եմ, այն գարանը կբերես Տեր։ Տեր օրհնի քեզ, քո անունը։ Ալեքս։ Ինչ սիրուն ժպիտ ունես դու, Ալեքս։ Տեր օրհնի քեզ։ Շնորհավորում եմ քո փրկության։ Մի գարել դու ես, անունդ ո՞նց է։ Լևոն, Տեր օրհնի։ Լևոն, փառք Տիրոջը ձեզ համար։ Տվեք մեզ եւս 3 րոպե ժամանակ մենք հաղորդություն ունենք տալու ժողովրդին։ We have communion. Խնդրում եմ արագ եղբայրները հաղորդությունը։ Հենց հիմա հաղորդությունը սկսվի արդեն։ Բոլոր երեխաներին խնդրում եմ ներս կանչենք։ Please call the children forward. Հալելույա, փառք Տիրոջը։ Հալելույա։ Ես խնդրում եմ միջանցքում ոչ մեկ չմնա։ Տվեք մեզ մի քանի րոպե ժամանակ, վերցրեք հաղորդությունը եւ օրհնված հրաշալի գեղեցիկ զատիկ ձեզ։ Հալելույա։ Կխնդրեմ հաղորդությունը վերցնել ոտքի վրա կանգնած։ Խնդրում եմ բոլորը այստեղ է Տիրոջ մարմինը, խնդրում եմ ոտքի կանգնենք եւ Տիրոջ արյունը։ Here is the blood of Jesus and the body of Jesus. I need you to stand and take your communion standing, please. Մինչև հաղորդությունը կգա կհասի վերջին մարդուն խնդրում եմ նայենք էկրանին։ Տիրոջ ընթրիքը, որը հիմա դուք վերցնում եք, ու շատերը միգուցե առաջին անգամ են վերցնում, կհարցնեն սա ինչ է։ Տիրոջ ընթրիքը դա հաղորդությունն է։ Նայիր այստեղ այն զոհաբերության խորհրդանիշը, որը Հիսուսը արեց մեզ համար։ Երբ մենք ընդունում ենք հաղորդությունը, պատրաստ եղիր ստանալու այն ամենը, ինչ հասանելի է մեզ Հիսուսի զոհաբերության միջոցով։ Իսկ ինչ է հասանելի։ Փրկություն, մտքի խաղաղություն, բժշկություն, բարգավաճում, Amen.
Հիմա երբ որ դու վերցնում ես այս հաղորդությունը, դա Քրիստոսի արյան խորհուրդն է, դա այն հացը, որ ուտում ես, նրա պատառոտված մարմնի խորհուրդն է, եւ ընդունելով այդ հաղորդությունը, դու ընդունում ես մտքի խաղաղություն, սրտի խաղաղություն, բժշկություն, բարգավաճում։ By partaking the communion, you're taking all of this in. Peace in your mind, in your body, in your soul. Հաչի կամված մարմինդ սուր, դու մահացար իմ Տեր Հիսուս, Բոլորս եկեք պահենք։ վրա, Հալելույա։ իմ մեղքերից հյուսված բզակ, խաչի կամված մարմինդ սուր, դու մահացար իմ Տեր Հիսուս, գլխիդ վրա թագի տեղակ, իմ մեղքերից հյուսված բզակ, իմ աղաչիդ մոտ եմ գալիս, Հիսուս խնդրում եմ սիրելիս, թափածայան ոսուր բութան, ինձ աղջրությունից շերմա, իմ աղաչիդ մոտ եմ գալիս, իմ սիրտը քեզ եմ տալիս, դու ես հոգուց լույսը միակ, Հիսուս ինձ էր իմ հույս, իմ կյանք, գամերը չեն, որ պահեցի, սուրբ մարմինը հայտեր խաչի, այլ հորսերը, որ միացնի, զոհեց անունը ժամանարժանից, գամերը չեն, որ պահեցի, սուրբ մարմինը հայտեր խաչի, այլ հորսերը, որ միացնի, զոհեց անունը արժանից, Բոլորս միասին։ Խաչի մոտ է գալիս, Հիսուս ասում եմ սիրելիս, թափածայան ոսուր բութան, ինձ դարձերությունից շերմակ, իմ աղաչիդ մոտ եմ գալիս, ու ինձ սիրտը քեզ եմ տալիս, դու ես հոգուց լույսը միակ, Հիսուս ինձ է իմ հույս, իմ կյանք։ Նիզակը չէ կողը խոցել, մդրակը չէ վերքեր բացել, այլ իմ մեղքերը որ նրան, մինչև խաչի մահվան տարա, Սավարյան պատված մի վիվաց, ու մի խաչյալ ծեծված տանջված, լայնատարած պանսած ձերքեր, որ աշխարհն են նա գրկել, իմ աղաչիդ մոտ եմ գալիս, Հիսուս խնդրում եմ սիրելիս, թափածայան ոսուր բութան, ինձ դարձերությունից իմ աղաչիդ մոտ եմ գալիս, ու ինձ սիրտը քեզ եմ տալիս, դու ես հոգուց լույսը միակ, Հիսուս իմ սերն, իմ հույս, իմ կյանք։ Հալելույա, փառք Տիրոջ։ Եթե բոլորդ եք ստացել հաղորդություն, ապա կխնդրեմ, որ բոլորս միասին հիմա ճաշակենք Տիրոջ մարմինը եւ արյունը։ Մի հատ համար եմ ուզում կարդամ, բայց դուք ճաշակեք։ Մատթեոս ավետարանում գրված է. Եվ նրանք դեռ ուտում էին, Հիսուսը հաց դառավ, օրհնելով կտրեց եւ աշակերտներին տվավ ու ասեց.
Արեք, կերեք, այս է իմ մարմինը։ Եվ բաժակն առավ գոհացավ, նրանց տվավ և ասեց խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է իմ արյունը, նոր ուխտի, որ թափվում է շատերի համար։ Ի թողություն մեղած։ Հաղորդությունը տալիս է քեզ խաղաղություն, օրհնություն, Աստծո կյանքը։ Շնորհավոր քո զատիկը, Քրիստոս հարություն առավ մեռելներից, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Շնորհավոր քո սուրբ զատիկը, շնորհավորում եմ բոլոր նրանց, շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր Հիսուսին այո ասացին, այսօրվա հերոսներն եք դուք։ I congratulate all of you that said yes to Jesus today. You are the heroes of today. Տեր օգնի ձեզ գնացեք խաղաղությամբ, May God bless you. Go in peace. տոնեք ձեր զանիկը, Go and celebrate your Easter. դա հաշտության տոն է, That is the դա ուրախության տոն է, that is a celebration of happiness. դա գերեզման գնալու օր չէ, It is not a day to visit the gravesite. դա քո հաղթությունն է, That is your victory որ Քրիստոսով շնորհված է քեզ։ because it is given to you through Jesus Christ. Տեր օգնի բոլորիդ, May God bless all of you. օգտված երեկոյում ցանկանում ձեր ընտանիքի անդամների հետ, I wish you a blessed night with you and your family. չմոռանաք կրկին վերադառնալ նրա մոտ։ Do not forget to return to Him again. Հիսուսը սպասում է ձեզ, Jesus is waiting for you. ամեն երկրորդ։ Be blessed.